Սիրելի հայրենակիցներ, մի հատ փաստ հիշացնեմ ձեզ, ամիսներ առաջ, երբ որ տեղի ունեցավ խայտառակ թիրախը եկեղեցու հանդեպ եւ Սամվել Կարապետյանի կալանավորելը, ես Եկատերինբուրգում պատվոպատոս Նարեկ Սպարտակյանը ասի համաձայն չեմ։ Համաձայն չեմ, որովհետև քրիստոնյա եմ, համաձայն չեմ, որովհետև ես գիտեմ, որ չկա այդպես հայ երիտասարդ, հայ գործարար, ով չի ճանաչում, չի հարգում Սամվել Կարապետյանին։ Եվ ժողովրդավարական այսօրվա Հայաստանի փոքր խմբակը շատ արագ ագնի զանգին ասին եղբայր կարծիքդ փոխի, ասի չասին, դե 7 տարվա գործը միան 50,000 հայ Ուրալի շրջանում առանց ներկայացուցիչ, այսօր եկել եմ Հայաստան, ընկերներից հանդիպում եմ, բարեկամներից ասում եմ եկեք, գնանք, բան չանենք, որոստը պայքարենք ազատություն։ Արգում ենք բոլորս, Մանթաշով, Գյուլբեկյան, սիրում ենք անցյալը, այսօրվա մեր ժամանակի, մեր առաջնորդին, եկեք գնանք։ Եվ գիտեք ինչ եմ լսում, եղբայր ասма կներես, էլի հետո կգաս կհանդիպենք, պետական մի հատ կոնտրակտ ենք սպասում, մի հատ տենդեր ենք մասնակցում։ Խի ես պետությունը ինչ-որ մեկի սեփականություն, հա, բա ինչ ենք սպասում, պատվությունը կրկնվել ունի։ Ես այսօր ստեղ եմ, ես շատ ուրախ եմ, վստահ եմ ու խոսեցել եմ բոլոր իմ ընկերների հետ, գործընկերների դիվանագիտական կառույցի, բոլորը գալիս ասում են, մենք էլ ենք քոպես մտածում, բայց դե ինչ, ումից եք վախում։ Եվ այդ է ժողովրդական Հայաստանը։ Դրա համար մի հատ բոլորս միասին խնդրում եմ մեր հայրենակիցներից, այս լայվը, ինչ ճանաչում եք, ինչ զրկել են այդ պատվոպատոսի բանից, բան չի փոխվել։ Ավելի երջանիկ եմ, ավելի ուրախ եմ եւ արժանապատվությունս դե որովհետեւ այ հետևը այդ շենքում շատ մեծ բարերար, շատ մեծ հայորդի, շատ մեծ մարդատ է։ Ու պետքա բոլոր հայրենակիցների նորից ու նորից խնդրում եմ, եկեք միացեք, պահանջեք ազատություն, պահանջեք արդարություն, ձեզ չենք ասում եկեք ընտրեք մեր շարժմանը, մեր ձևով Սամվել Կարապետյանին, ուղղակի մի թողեք պատմությունը կրկնվի։ Նայեք ինչ է կատարվում 100 տարի առաջ նույնն է եղել։ Սամվել Կարապետյանին ազատություն, 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 ազատություն։ Ու մենք այնքան ենք գալու, այնքան ենք կայնելու, որ այդ ազատությունը լինելու է։ Սա նշի, որ եկել ենք ժամանակավոր կայնենք, հա գալու ենք, գնալու ենք ու գնալու անելու ենք ոնց մեր ձևով, մեր ձևով։ Գիտեք, արգորսնախարարության հետ պատվոհպատոսը, որպես հանրություն իմանա, պատվոհպատոսը ես երկրից չէի ստանում որևէ գումար աշխատավարձ, 2018 թվականից նշանակվել է մինչև անցած տարի, ես արգորսնախարարության հետ չեմ աշխատում, այլ Ռուսաստանի դեսպանատան հետ, ես Ռուսաստանի դեսպանատնից ստացել եմ հենց Սամվել Կարապետյանի կալանավորից մի օր երկու օր հետո զանգ, որ ինձ ասել են դու այդ կարծիքին ես, այդ իր ասել եմ այո այդ կարծիքին եմ, ու ես վստահ եմ, որ Ռուսաստանի դեսպանատան ԱԳՆ-ի բոլոր աշխատողներն այդ կարծիքին են, բոլորի հետ շփվել եմ, բոլորն է եթե սեֆիրում իստենում են, աշկերից մեջ նայել, ասել են այո, մենք ենք կոպես ենք մտածում, բայց չենք արտահայտվում։ Ես միտինգ չեմ կազմակերպել, ցավոք սրտի։ Ես չեմ մասնակցել, առաջի անգամ եմ ստեղ, չէ, ես մեր շարժման աջակից եմ, ուղղակի ասել են այդ այս պատճառով կարող է, չգիտեմ, երկու հատ այդքան է սոցիալ ցանցերում ակտիվ չեմ, վազում եմ երկու հատ պոստ եմ արել, ոչ մի հատին եմ գնացել, չգիտեմ պատճառը որն է, բայց պատճառն էդ է եղել, ու ես այդ պատճառով վստահ եմ, որ իմ երեխաներն են, իմ ընկերներն են, բոլորն են իմ կողմից են ու էդի ճիշտ է։